Մի քիչ դժվարանում եմ պատկերացնել Վարդան Ղուկասյանին որպես քաղաքական հալածյալ, որովհետև կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ հիշում է, որ նույն գյումրեցիները շատ երկար հալածվել են հենց Վարդան Ղուկասյանի կողմից եւ շատ զավեշտալի էր տեսնել, թե ինչպես կգտնվեն գյումրեցիներ, որոնք ձայն կտան Վարդան Ղուկասյանի եւ ինչպես կգտնվեն քաղաքական գործիչներ, որոնք տարբեր քաղաքական այսպես վարժությունների արդյունքում կկարողանան նրան դարձնել քաղաքապետ եւ հետո էլ քաղհալածյալ եւ քաղբանդարկյալ, ինչպես որ նրան բնորոշում են, կա հանցագործություն ենթադրյալ հանցագործություն եւ կա ենթադրյալ հանցագործ, այսինքն այս մասին վստահ կարող ենք ասել, երբ որ արդեն կլինի վերջնական դատավճիռ եւ բնականաբար ամեն հանցագործ պիտի կրի իր պատիժը եւ այստեղ քաղաքականության մասին խոսք լինել չի կարող, ակնհայտ է, չէ, որ կա կաշառք, ակնհայտ է, որ նույնիսկ ձայնագրության մեջ խոսում են եկեղեցու պարտք գումարների մասին, որ պիտի Վարդան Ղուկասյանը վճարի, Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում եկեղեցու զանգերն են ղողանջում, ինչը Դա նա հավատացյալ է։ Այսինքն յուրաքանչյուր հավատացյալի խնդիր ունենալու դեպքում արդյոք ղողանջում են մեր եկեղեցու զանգերը, թե միայն Վարդան Ղուկասյանն էր որդին զավակը այդ եկեղեցու